Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլկերսոն։ Օր հոկտեմբերի 9։ Նվազագույնը բավարար կլինի։ Եթե օտարին պատկանողի մեջ հավատարիմ չեղաք, ձեզ պատկանողը ով կտա ձեզ։ Ղուկաս 16:12 խոսք։ Տեր Հիսուսն ասում է. դուք ասում եք, որ ցանկանում եք հայտնություն, ինչ որ բան, որը թույլ կտա ձեզ ավելի մեծ գործեր անել, բայց ինչպես կարող է ձեզ վստահվել նման հավատք, եթե դուք վստահելի չեք այն բանի մեջ, ինչ ուրիշներն են ձեզ տվել։ Տեր Հիսուսի խոսքերը անկասկած շփոթության մեջ են գցել աշակերտներին։ Նրանց ուսուցիչը գիտեր, որ նրանք ոչինչ չունեն, այլ միայն այն, ինչ որ ուրիշներն էին նրանց տվել։ Նրանք ամեն ինչ թողել էին, որպեսզի դառնային նրա աշակերտները և հետևում էին նրան իրենց լավագույն հնարավորություններով, սակայն նրա խոսքերը պարզապես կիրառելի չէին թվում նրանց համար։ Ինչ նկատի ունի Տեր Հիսուսը ասելով օտարին պատկանողի մեջ։ Նա խոսում է մեր մարմինների և հոգիների մասին, որոնք նա գնեց իր սեփական արյունով, որովհետև մեծ գնով գնվեցաք, ուստի փառավորեցեք Աստծուն ձեր մարմնումը և ձեր հոգումը, որ Աստծունն են։ Առաջին Կորնթացիս 6:20 խոսք։ Տեր Հիսուսն ասում է մեզ. քո մարմինը այլևս քոնը չէ։ Եթե դու թույլ չես տալիս ինձ նայել քո մեջ, զբաղվել քո մեղքերով և սրբագործել քեզ, ապա ինչպես կարող ես ակնկալել, որ ես քեզ կվստահեմ որևէ բան։ Աշակերտները խնդրեցին ամրապնդել իրենց հավատքը, և Տեր Հիսուսը նրանց պատրաստի պատասխան տվեց. եթե մանանեխի հատի չափ հավատք ունենայիք, այս թզենուն կասեիք պոկվիր և ծովի մեջ տնկվիր, և նա կհնազանդեր ձեզ։ Ղուկաս 17:6 խոսք։ Տեր Հիսուսը խոսում է այն թաքնված բաների մասին, որոնց հետ մենք որպես նրա հետևորդներ պետք է գործ ունենանք։ Նա ասում է. նախքան հավատալը, որ Աստված կարող է լեռներ տեղաշարժել, դուք պետք է հեռացնեք մեղքի արմատները, քննեք ձեր սիրտը և հեռացրեք այն ամենը, ինչը չունի իմ նմանությունը։ Իսկ դրա համար մեզ մեծ առաքելական հավատք պետք չէ, նույնիսկ նվազագույն հավատքը բավարար է։